Ողջույն սիրելի բարեկամներ, այսօր կցանկանայի անդրադառնալ Ծննդոց գրքի այն դրվագին, որտեղ ըստ մեկնությունների Սատանան հանդես է գալիս օձի կերպարով, խաբելով Եվային, գայթակղելով Եվային, համոզում է, որ ուտի արգելված պտուղը, որից հետո Եվան Ադամին է առաջարկում և պտուղի ուտելը համարվում է մինչ օրս մարդկային մեղքի սկիզբը կամ ամենաաններելի մեղքը։ Այդ ամենից առաջ կնախընտրեի ընթերցել հենց գիրք Ծննդոցից տվյալ հատվածը, որ շուրջ կարելի է մի փոքր դիտարկում անել։ Եվ Տեր Աստծո ըրած դաշտին բոլոր գազաններուն ավելի խորամանկը օձն էր, ու կնոջը ըսավ. «Իրավ, Աստված ըսավ, թե պարտեզեն ամեն ծառեն պիտի չուտեք»։ Եվ կինը օձին ըսավ. «Պարտեզին ծառերուն պտուղներեն կուտենք, բայց պարտեզին մեջտեղը եղած ծառին պտուղեն Աստված ըսավ. անկէ մի ուտեք եւ անոր մի դիպչեք, որպեսզի չմեռնեք»։ Եվ օձը կնոջը ըսավ. «Ոչ թե անշուշտ պիտի մեռնեք, քանզի Աստված գիտե, թե այն օրը, որ անկէ ուտեք, աչքներդ պիտի բացուի, եւ աստվածներու պես պիտի ըլլաք բարին ու չարը գիտնալով»։ Եկեք ուշադիր լինենք այս հատվածին, որտեղ ոչ մի տեղ չի նշվում, որ չարօգին կամ Սատանան եկավ օձի կերպարով։ Այստեղ ընդհանրապես նման կերպարի հետ կապված ոչ մի նշում չունենք։ Այդտեղից որտեղից է հայտնվել այն մեկնությունը, որի շնորհիվ մարդկությանը փակցվում է այդ խորը մեղքի խորհուրդը։ Եվ ուշադիր լինելով նկատենք, որ ինչ է հարցնում օձը եւ ինչ է ասում, որ դուք ոչ թե կմեռնեք, այլ կճանաչեք բարին ու չարը, ինչպես աստվածները։ Շարունակենք ընթերցել։ Եվ կինը տեսնելով, որ ծառը աղեկ էր կերակուրի համար եւ հաճելի աչքերուն ու փափագելի իմաստուն ըլլալու համար, առավ անոր պտուղեն ու կերավ եւ իրեն հետ իր էրիքն ալ տուաւ, որ անիկա ուտի։ Ու անոնց երկուքին աչքերը բացվեցան ու մեկ-մեկու մերկ ըլլալը գիտցան։ Եվ թզենու տերևները կարեցին ու իրենց ծածկոցներ ըրին։ Եկեք նկատենք, որ իրավի նրանք չմահացան համենայն դեպս մարմնով եւ իրոք ինչպես գրված է, նրանց աչքերը բացվեց, սկսեցին ընկալել իրենց մերկությունը։ Այսինքն տեղի ունեցավ այն, ինչ օձի խորհրդանիշն էր ասում։ Ոչ թե մահացան, այլ սկսեցին տեսնել, տեսողություն ձեռք բերել։ Շարունակենք։ Եվ օրերուն զով ատենը պարտեզին մեջ պտտող Տեր Աստծոյ ձայնը լսեցին, եւ Ադամ ու իր կինը Տեր Աստծո երեսեն պարտեզին ծառերուն մեջ պահվեցան։ Եվ Տեր Աստված Ադամը կանչեց ու ըսավ անոր. «Ո՞ւր ես»։ Եվ անիկա ըսավ. «Պարտեզին մեջ, քո ձայնդ լսեցի ու վախեցայ, վասնզի մերկ էի ու պահվեցա»։ Եվ Աստված ըսավ. «Ո՞վ պատմեց քեզ քո մերկ ըլլալդ. արդյոք կերար այն ծառեն, որի համար քեզի պատվիրեցի, որ անկէ չուտես»։ Եվ Ադամը ըսավ. «Այն կինը, զոր ինձի հետ ըլլալու տվիր, այն ինձի տուաւ ծառեն ու ես կերա»։ Եվ Տեր Աստված ըսավ կնոջը. «Ի՞նչ է այդ քո ըրածդ»։ Եվ կինը ըսավ. «Օձը զիս խաբեց ու ես կերա»։ Եվ Տեր Աստված ըսավ օձը. «Զայս ընելուդ համար ամեն անասուններուն եւ դաշտին ամեն գազաններուն անիծյալ ըլլաս, փորիդ վրա քայլես, կյանքիդ բոլոր օրերը հող ուտես, ու քո կին ու կնոջդ մեջտեղ եւ քո սերունդներիդ ու անոր սերունդին մեջտեղ թշնամութիւն պիտի դնեմ, ան քո գլուխդ պիտի ջախջախե, եւ դուն անոր գարշապարը պիտի խայթես»։ Եվ կնոջը ըսավ. «Քո հղիությանը ցավերը խիստ պիտի շատացնեմ,
ցավով զավակ ծնիս ու էրկանդ հնազանդ լաս ու անիկա քո վրա դիշխե։ Ինչպես նկատում ենք, դեռ ծննդոցից շատ չանցած, իհարկե պետք է նայենք որպես խորհրդանիշ այս ամենը, որը շարումով սկսվում է անեծքների մի հոծ բազմություն, սակայն պետք է նաև նկատել, որ ում հետ գործ ունենք, ով է անիծող աստվածությունը, արդյոք դա ամենի տիեզերքի արարիչն է, թե նյութի դաշտի աստվածությունը, որովհետև միայն նյութն է, որ իր մեջ նախանձոտ բնավորություն ունի, որի շնորհիվ պատրաստ է և սպանել, և անիծել։ Անցնենք առաջ։ Եվ Ադամը ըսավ. որովհետև դու քո կնոջդ խոսքը մտի կրիր և այն ծառեն կերար, որու համար պատվիրեցի քեզի ասելով չուտես, անկէ երկիրը քո պատճառդ անիծյալը լա, կյանքիդ բոլոր օրերին մեջ նեղությունով ուտես անկէ, և փուշ ու տատասկ կուսեցնի քեզի, և դաշտին խոտը ուտես, երեսիդ քրտինքով ուտես հացդ, մինչև գետինը դառնալ ուր առնվեցար, քանզի հող էիր դու ու հող պիտի դառնաս։ Այստեղ պետք է շատ ուշադիր լինել, որ հիմա կընթերցեմ, քանզի շատ կարևոր դրվագի ենք հասել։ Եվ Տեր Աստված Ադամի ու անոր կնոջը կաշվե հանդերձներ շինեց ու անոնց հագցրեց։ Եվ Տեր Աստված ըսավ. ահա Ադամ մեզմե մեկուն պես եղավ, բարին ու չարը գիտնալու, և հիմա չլայ, որ իր ձեռքը երկնցնե ու կենաց ծառեն ալ առնե և ուտե, ու հավիտյան ապրի։ Ուստի Տեր Աստված Եդեմի պարտեզեն դուրս արավ զանիկա, որպեսզի երկիրը գործե, ուր առնվեցավ։ Այսպես վռնդեց Ադամը ու Եդեմի պարտեզին արևելի կողմեն քերովբեները ու ամեն կողմ դարձող ոտցեղեն սուրը դրավ կենաց ծառին ճանապարհ պահելու համար։ Տեսանք, որ ամենևին օդի խորհրդանիշը չէր սխալվում տվյալ դեպքում, և ամենահետաքրքրականը հենց նա էր, որ տվյալ աստվածությունը ըստ գրվածքի իսկ բերանով ասում է, որ Ադամը ուտելով պտուղը եղավ մեր աստվածների պես բարին ու չարը ճանաչող, և նրան պետք է դուրս հանեմ Եդեմից, քանզի կարող է ձեռքը մեկնել, ուտի նաև հավերժության ծառը պտուղից և հավերժ ապրի, որ այդպես չլինի, դուրս հանեմ Եդեմի պարտեզից, հագցնելով կաշվե շորեր, որը նույնպես շատ կարևոր խորհրդանիշ է, և դուրս հանեց։ Շատ կարևոր է կարդալ, ծանոթ լինել տեսնելով և ճիշտ ընկալելով, քանզի այն ամեն մեկնությունները, որ հազարավոր տարիներ մեզ փոխանցել են, իրենց մեջ կրում են վախի գործիքներ։ Եվ ինչպես նկատեցիք, գրքում չկար նշված, որ չար ուժը, ճակերտների մեջ ասած, կամ սատանան օձի կերպարով եկավ և խաբեց Եվային։ Ուղղակի միայն խնդիրը նրանում է, որ մենք պետք է ընկալենք, որ աստվածության հետ գործ ունենք, տիեզերքի արարչի, որի որդին է Հիսուս, թե նյութական դաշտի ստեղծող աստվածության, որ հետագայում ինքն իրեն համարում է որպես նախանձոտ և վրիժառու Աստված։ Այնպես որ, սիրելի բարեկամներ, այս փոքրիկ ընթերցանությամբ և այս հանդիպումով ուշադրություն հրավիրեցի ընթերցելու և տողատակերը տեսնելու այն պարզ ներկայացված գրվածքի, որը միշտ մեր սեղանին դրված է, կարդում ենք և ճիշտ չենք ընկալում։ Այն մեկնությունները, որտեղ ավելորդ կերպարներ են առաջանում, ավելանում, ոչ միտեղ նման նշում չկա, և այդ մեկնությունները բերում են մարդկանց ադամական մեղքով վախի մթնոլորտի մեջ պահելու։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ ուշադրության համար, մինչ հանդիպում։